Չինական օրացույցում ժամանակը շարժվում է 60-ամյա մեծ ցիկլերով։ Յուրաքանչյուր տարի համատեղում է տար, կրակ, ջուր, փայտ, մետաղ, հող եւ կենդանակերպի նշան։ Ահա թե ինչու հրեձի ու տարին հազվադեպ երևույթ է, որը տեղի է ունենում միայն 60 տարին մեկ անգամ։ 2026 թվականին մենք կրկին կմտնենք այս էներգիաների ոլորտ։ Վերջին նման տարին 1966 թվականն էր։ Եվ չնայած աշխարհը փոխվել է, տարվա թրթռումն ինքնին մնում է ճանաչելի։ Ինչ է հրեձին։ Այն 60 ջացզի համակարգի ամենահզոր համադրություններից մեկն է։ Դրա էներգիան արագ, տաք եւ անկասելի է, ինչպես վազքի մեջ բռնկվող կրակը։ Հրեձի ու տարվա հիմնական հատկանիշներն են իմպուլսիվություն եւ արագություն, անհապաղ գործելու ցանկություն, ազատության եւ անկախության ցանկություն, հին կառուցվածքների, կանոնների եւ սահմանափակումների մերժում, արտահայտված սոցիալական էներգիա, մարդիկ ցանկանում են խոսել, փոխվել, վիճել, բարեփոխվել, մեծածավալ փոփոխությունների, առաջընթացների եւ շարժման ցանկություն։ Ձին դինամիզմի նշան է, կրակը ընդլայնման նշան է։ Միասին նրանք ստեղծում են մի տարի, որը չի հանդուրժում դանդաղկոտությունը։ Արդյոք իրադարձությունները կրկնվում են։ Կարևոր է հասկանալ, էներգիաները վերադառնում են, բայց ոչ թե շրջանագծով, այլ պարույրով։ 1966 թվականին տեղի ունեցածը բառացիորեն չի կրկնվի, բայց թեմաները, մոտիվները եւ տրամադրությունները կարող են դրսևորվել նոր մակարդակում։ Ինչ տեղի ունեցավ 1966 թվականին, հրեձիու նախորդ տարում։ Այս տեղեկատվությունը մեզ օգնում է հասկանալ 2026 թվականին վերադարձող էներգիաների բնույթը։ Մշակութային հեղափոխությունը Չինաստանում, հզոր սոցիալական ցնցում, գաղափարախոսությունների բախում, երիտասարդության զանգվածային մոբիլիզացիա, Վիետնամի պատերազմի սրացում, գլոբալ հակամարտություններ, ռազմական գործողությունների ընդլայնում, գերտերությունների միջև լարվածություն, գիտության եւ տիեզերքի առաջընթացներ, տիեզերական մրցավազքի նոր փուլ, արագ տեխնոլոգիաներ եւ համարձակ ինժեներական լուծումներ, երիտասարդության եւ բողոքի շարժումների վերելք, ուսանողական բողոքի ցույցեր, մշակութային փոփոխություններ, հին կարգին մարտահրավեր։ Ընդհանուր առմամբ 1966 թվականը բուռն բարեփոխումների, հակամարտությունների, գաղափարախոսական բախումների, սոցիալական փոփոխությունների եւ գիտական առաջընթացների ժամանակաշրջան էր։ Ինչ կարող է աշխարհը ակնկալել 2026 թվականին։ Հիմնվելով հրեձիու բնույթի եւ պատմության հանգերի վրա։ Գործընթացների կտրուկ արագացում, իրադարձությունները կզարգանան ավելի արագ, շատ որոշումներ կկայացվեն հանգամանքների ճնշման տակ։ Բարեփոխումներ, ինստիտուցիոնալ նորացում, փոփոխություններ կարող են տեղի ունենալ հետևյալ ոլորտներում՝ կառավարության կառուցվածքներում, կրթական համակարգերում, հասարակության մեջ փոխազդեցության կանոններում եւ նորմերում, տնտեսական մոդելներում։ Գլոբալ լարվածության սրացում։ Հակամարտություններն ու բախումները սրվում են։ Տեխնոլոգիական մրցավազք։ Արագացում է սպասվում հետևյալ ոլորտներում՝ արհեստական բանականություն, տիեզերական տեխնոլոգիաներ, կենսաինժեներիա, էներգետիկ առաջընթացներ, մասնավորապես ջրամիջուկային նախագծեր, հասարակական ակտիվության աճ, մարդիկ ավելի ակտիվ կլինեն, բողոքելով, միավորվելով, փոփոխություններ պահանջելով, արժեքների շուրջ քննարկելով, հրապարակավ բանավիճելով։ Ձյու տարին միշտ բարձրացնում է ազատության թեման, անհատական ազատություն, մտքի ազատություն, գործողության ազատություն։ Ինչ կլինի տարվա արդյունքը։ 2026 թվականը կլինի հետևյալի՝ արագացման, գաղափարախոսությունների պայքարի, բարձր մակարդակի բարեփոխումների, սրացումների, անձնական եւ կոլեկտիվ հզոր որոշումների, մեծ առաջընթացի ժամանակ։ Սա մի տարի է, որը պահանջում է ճկունություն, քաջություն, արձագանքման արագություն, արագընթաց սովորելու ունակություն, բայց միևնույն ժամանակ այն առաջարկում է հսկայական ներուժ առաջընթացի, առաջնորդության, նորացման եւ ազատության համար։ Կյանքի կարևոր փոփոխություններ 5 կենդանակերպի նշանների համար 2025 թվականի դեկտեմբերին։ Դեկտեմբերին օդում հատուկ խտություն կա։ Օրերը կարճանում են, բայց որոշումներն ավելի պարզ են։ Այս հոդվածում ես ուշադիր կուղեկցեմ ձեզ կենդանակերպի 5 նշաններով, ընդգծելով այն շրջադարձային կետերը, որոնք ամենայն հավանականությամբ կդրսևորվեն տարվա վերջում, եւ կառաջարկեմ, թե ինչպես գիտակցաբար եւ արժանապատվորեն ընդունել այդ փոփոխությունները։ Ցուլ։ Իրական վերակառուցման ժամանակ։
Ցուլի համար դեկտեմբերը կարող է լինել այն ամիսը, երբ առօրյա պարտականությունները կդառնան անբավարար եւ դուք կսկսեք վերագնահատել ձեր աշխատանքային միջավայրը։ Հնարավոր է առաջանա մի պատասխանատվություն, որին վաղուց պատրաստվել եք, բայց չեք համարձակվել ստանձնել։ Սա կարող է լինել նոր նախագիծ, ձեր աշխատանքային գործառույթի վերաձևավորում կամ ղեկավարի դերի առաջարկ։ Կլինեն ժամանակաշրջաններ, երբ դուք կհասկանաք, որ ձեր նախկին արտադրողականության ծեսերը այլևս նույն արդյունքները չեն տալիս, եւ սա ձախողում չէ, այլ ձեր մոտեցումը փոփոխելու հրավեր։ Զգացմունքային առումով դուք հակված կլինեք զգուշորեն գործել։ Ձեր ներքին ձայնը կասի ձեզ, թե երբ մնալ անսասան եւ երբ փորձարկել ձեր մոտեցումը։ Գործնական խորհուրդ դեկտեմբեր ամսվա համար փաստաթղթավորեք ձեր գաղափարներն ու գործողությունների ծրագիրը եւ հաղորդակցեք ձեր սպասումները գործընկերների եւ ղեկավարության հետ, որպիսի փոփոխությունները ձեզ անակնկալի չբերեն։ Ձեր սեփական սահմանները հարգելը կարևոր կլինի։ Նոր պարտականությունները քրոնիկ հոգնածության աղբյուր չդառնալու համար կառավարեք ձեր ռեսուրսները եւ մի հապաղեք աջակցություն խնդրել այնտեղ, որտեղ այն իսկապես անհրաժեշտ է։ Առյուծ ֆինանսական վերանայում, պահեր, երբ եկամուտը եւ առաջնահերթությունները պահանջում են ուշադրություն։ Առյուծների համար դեկտեմբերը կարող է պարզություն բերել կյանքի նյութական կողմի վերաբերյալ։ Դուք կարող եք տեսնել, թե եկամտի որ աղբյուրներն են կայուն եւ որոնք պետք է վերակառուցվեն։ Կարող են առաջանալ անսովոր առաջարկներ, պայմանագրեր կամ ներդրումներ, որոնք առաջին հայացքից գրավիչ են թվում, բայց պահանջում են ուշադիր քննարկում։ Դուք կգրավվեք առատաձեռն որոշումների, թե ձեզ համար, թե սիրելիի համար, եւ կարևոր է սթափ գնահատել ռիսկերը, չնայած իմպուլսիվ գործելու ցանկությանը։ Օգտակար կլինի վերանայել ձեր ընտանեկան բյուջեն եւ խոշոր գնումները, երբեմն տարվա վերջում է բացահայտվում խնայողությունների կամ խելացի ներդրումների թաքնված ներուժը։ Խորհուրդ ձեզ համար. ստեղծեք լավագույն եւ իրատեսական սցենարներ յուրաքանչյուր ֆինանսական քայլի համար։ Խորհրդակցեք մասնագետի հետ, եթե ձեր ծրագրերը լուրջ են, եւ դիմադրեք ինքնաբուխ ծախսելու ցանկությանը։ Կարիճ կարիերայի ցուցակագրում, ավելի մեծ ամբիցիաներ եւ ձեր մասնագիտական ուղու պարզաբանում։ Կարիճների համար դեկտեմբերը կբերի ձեր կարիերայի ձգտումների ավելի պարզ պատկերացում։ 6 ամիս առաջ պլանավորվածը կարող է պահանջել արագացում կամ ընդհակառակը, փոքր, բայց կարևոր քայլերի ճշգրտումներ։ Դուք կարող եք զգալ ձեր ազդեցությունն ու հեղինակությունը մեծացնելու հնարավորություններ։ Կարող են ի հայտ գալ մարդիկ, ովքեր կաջակցեն ձեր ծրագրերին, բայց կլինի նաև մրցակցություն, որը կստիպի ձեզ մոբիլիզացնել ձեր ռեսուրսները։ Ամսվա էներգիան բարենպաստ է ռազմավարական գործողությունների համար։ Բանակցությունները, ներկայացումների պատրաստումը, հին առաջադրանքների կատարումը եւ զգայուն նախաձեռնությունների մեկնարկը արդյունավետ կլինեն։ Միևնույն ժամանակ, ուշադիր եղեք հուզական արձագանքների նկատմամբ։ Ներքին լարվածությունը կարող է ձեզ դրդել կայացնել չմտածված որոշումներ, որոնք լավագույնս ուշադիր քննարկվում են։ Գործնական խորհուրդ ձեզ համար. ուրվագծեք ձեր առաջնահերթությունները հաջորդ 3 ամիսների համար, հաստատեք կապի կետեր հիմնական մարդկանց հետ եւ պահպանեք հաղորդակցության ուղիները բաց եւ պրոֆեսիոնալ։ Երկվորյակներ. հասարակական եւ ընտանեկան կյանքի հավասարակշռություն։ Դեկտեմբերը երկվորյակների համար կարող է լինել այն ժամանակահատվածը, երբ գործընկերների հետ հարաբերությունները եւ ընտանեկան պահանջները սերտորեն փոխկապակցված կլինեն։ Դուք կարող եք աշխատանքի ընթացքում ունենալ աշխատանքային ծանրաբեռնվածության աճ, որը պահանջում է ճկունություն եւ դիվանագիտություն։ Միևնույն ժամանակ, տանը կարող եք բախվել անսովոր սպասումների։ Դուք կզգաք հակասություն օգտակար լինելու ձեր ցանկության եւ սիրելիներին ուշադրություն դարձնելու ձեր անհրաժեշտության միջեւ։ Նման պահերին կարևոր է չափազանց չծանրաբեռնվել։ Հստակ առաջնահերթությունները կօգնեն պահպանել ձեր հաղորդակցության որակը եւ գործընկերների եւ ընտանիքի անդամների հետ։ Զգացմունքային գործոնները մեծ դեր կխաղան։ Զրույցի ձեր տաղանդը եւ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը կօգնեն մեղմել լարվածությունը, եթե անկեղծ լինեք ձեր հնարավորությունների մասին։ Խորհուրդ ձեզ. նախապես քննարկեք ձեր ժամանակացույցը եւ պարտականությունները եւ պլանավորեք ձեզ տնային եւ աշխատանքային պարտականությունները իրական ժամանակին, թյուրըմբռնումներից խուսափելու եւ վերահսկողության զգացումը պահպանելու համար։ Խեցգետին. մասնագիտական միջավայրի մանրակրկիտ վերակազմակերպման ալիք։ Խեցգետինների համար դեկտեմբերը խոստանում է թիմային հարաբերություններում
եւ աշխատանքային մեխանիզմներում ակտիվության աճ։ Դուք կարող եք զգալ դերերի փոփոխություն թիմի ներսում կամ աշխատանքային ռիթմի փոփոխություն։ Սա այն ժամանակն է, երբ կարևոր է պահպանել ձեր հուզական կողմնացույցը, բայց նաև չմեկուսանալ մասնագիտական մարտահրավերներից։ Ձեր բնատուր աջակցության եւ համակրանքի հմտությունները արժեքավոր կլինեն գործընկերների համար, բայց չպետք է չափազանց մեծ բեռ ստանձնենք, եթե դա խոչընդոտի ձեր արդյունավետությանը։ Դուք կարող եք ստանալ առաջադրանքներ վերաբաշխելու, ժամանակավոր ղեկավարություն ստանձնելու կամ միջառարկայական նախագծերին մասնակցելու առաջարկներ։ Նման միջոցառումները կպահանջեն ճկուն մոտեցում եւ արագ կապեր հաստատելու ունակություն։